ինձ մենակ մի բան ա պետք, որ քո համար լավ լինի։ Մամ հեքիաթ մի պատմի։ Ես գնացի։ Ուր։ Ես շատ հարազատ մարդիկ ունեմ, որ չեմ կարող առանց իրանց տեսնելու գնամ ստեղից։ Թող այդ հարազատ մարդիկ կան ու տանը քեզ հրաժեշտ տան։ Տենց մտածում եք ձեր այսքան մեղադրանքներից հետո Միշոն կգա մեր տուն ու ինձ հաջող կանի։ Եթե այդքան կարևոր է քո համար, դու էլ իր համար, ուրեմն կգա հենց այստեղ տանը քեզ հրաժեշտ կտա։ Մամ, Ես ու պապիկը տանը չենք լինի։ Ում ուզում ես հրաժեշտ տալ, կարող ես հանգիստ կանչել։ Անվտանգություն եմ կանգնեցրել դռան մոտ։ Դու տանից չես կարող դուրս գալ։ Եթե դու իսկ մտքովդ անցնի։ Բայց սա չափից դուրս չէր։ Ուրիշ տարբերակ չկա, Լիդիա ջան։ Դու լավ գիտես, եթե Էրիկի հետ մենք այսպես չվարվեինք, նա երբեք չէր հանձնվի։ Միշոն։ Դու անգիստ եղիր, Լիդիա ջան, Արսենյանը երբեք Միշոյի դեմ գործ չի բացի։ Ես Էրիկին ճնշելու համար այդպես ասեցի։ Ես այդ երեխու երբեք չեմ վնասի։ Լավ, ես գնամ, Լիդիա ջան, մի քանի հանդիպում ունեմ։ Եվ բացի դա, Ռիմային պիտի հանդիպեն։ Ես էլ պետքա դուրս գամ, վստահ եմ ուզելու այդ չկայացած քրոջն էլ հրաժեշտ տա, չեմ ուզում դրան տեսնեմ։ Ոնց գիտես։ Պապ, դու գնում ես, Էրիկս գնում է, իմ երկու ամենահարազատ մարդիկ գնում են։ Ես լրիվ մենակ եմ մնալու։ Ժամանակավոր։ Հիշիր, որ այդ ամեն ինչը ժամանակավոր։ Ինչ ես անում։ Կերակրում եմ կյանքս։ Գիժես, ես երեխա չեմ, կարամ ուտեմ։ Հա, բայց ոտքդ ես վնասել, ցավատանը ոնց կարաս ուտես։ Միշ, եթե հիշում ես, ես լավ եմ սովորում, բայց չեմ հասկանում, ոտքի ցավալը ինչ կապ ունի ուտելու հետ։ Մարի ջան, դու ոնց որ կենսաբանություն ընդհանրապես սովորած չլնես։ Դու չգիտես, որ բոլոր օրգան համակարգերը իրար հետ սերտորեն կապված են։ Հիմա կարող է օրինակ հաց ես ուտում, այդ ձեռդ անսամ շարժում ես, ոտը տենց հաճատում։ Դու գիժես։ Հա, քո գիժն եմ կյանքս, բայց մի հատ կեր էլի։ Հիմա ուտում ես, թե ես ուտեմ։ Ուտում եմ։ Դե բաց բերան։ Ապրես։ Բայց շատ համով է։ Հենց նրանից հետո տապակած կարտոֆիլ ուզեմ գալու եմ ձեր տուն։ Սիրով կյանքս։ Ես մի հատ առաջարկ ունեմ քեզ։ Հենց ալարես գաս, ինձ մի բերան ասա, համ պատրաստեմ, համ հարակեմ ձեր տուն։ Անվճար։ Հարց չկա։ Պայմանավորվեցինք։ Գիտես թե փոքրուց ինչքան եմ սիրել տապակած կարտոֆիլ։ Մաման ինչ ուտելիք ասես պատրաստում էր, ոչ մեկին մոտիկ չէի գնում։ Ստիփած էլի վերջը այս տապակած կարտոֆիլից էր պատրաստվում, որ մի բան ուտեի գոնե սոված չմնա։ Դե ինձ թվում է տենց երեխա չկա, որ կարտոֆիլ չսիրի։ Ահա ինձ էլ է թվում։ Ինչ ես էլի տես նայում, Մարի։ Ուղղակի։ Ուղղակի սենց չեն նայում, Մարի ջան, մի հատ ասա մտքիդ ինչ կա, ինչ ես մտածում։ Դե ուզում եմ հասկանամ ոնց է ստացվում, որ համ սենց հոգատար ու ուշադիր ես լինում, ու միևնույն ժամանակ կոպիտ, այնքան կոպիտ, որ չեմ ուզում դեմքիդ նայեմ։ Բայց ես նկատել եմ, որ դու ցանկացած սիտուացիայում ես սենց գժի պես սիրահարված ին վրա ես նայում։ Շատ մեծ կարծիք ունես քո մասին։ Դա մեծ կարծիք չի, Մարի ջան, դա ճշմարտությունն է։ Դու գժի պես սիրում ես ինձ։ Ինքնասիրահարված մեծամիտ։ Եթե սենց ես խոսելու, շուտ կեր ու գնա։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու։ Այսինքն այնքան եմ նստելու, մինչև տատիդ մտնի ու այնտեղից ինձ տենա։ Տատին։ Ոնց որ գիտես։ Կարողանալ եք կարանամ կամ Էրո ջան, ինչ-որ բան ա եղել։ Եթե շտապա հենց հիմա էլ կարամ գամ։ Ձենը դուրս չի գալիս էլ։ Լավ տղես։ Դե եթե տենց կարևոր չի, մի քիչ ուշոտ կերևամ, լավ։ Լավ ցավոտ տան։ Լավ։
Վայ, շուշ, ինչ լավ ժամանակի եկար։ Ճիշտ է ասում։ Մեծ խոսք է, որ ասում է ոնց է ախպեր, լեզվից սերին է, որ ճիշտ ժամանակին գալիս են, մեծ խոսք կար։ Ինչ ես ասում։ Ախպերն են, որ ասենք հաց ենք նստած ուտում, մեկը մտնում են տատական խոսք է էլի։ Հա, որ սկեսուրը իրան շատ է սիրելու։ Այ, ապրես դրա հետ եմ։ Դե եթե սկեսուրս պիտի ինձ սիրի, ուրեմն ես ու Էրիկը իրար հետ կապ չպիտի ունենանք։ Լիդիան ուր, սիրելն ուր։ Շուշ, կարտոֆիլից փորձի։ Միշոն է սարքել, մատը հետը կուտես։ Լուրջ։ Հեսա կփորձեմ։ Շուշ, բայց իսկականից ինչ լավ արեցիր եկար։ Թե չես ընկերուից սախտան գործերը ինձ վրա էր թողել։ Ես սրանք դասավորել, դնել, ժարիտնել եմ ես արել։ Elə պետք է սրանքի հավաքեի տանեի լվայի։ Պատկերացնում ես։ Միշ վատն ես։ Հանգիստ եղեք, ես կօգնեմ կհավաքեմ ամեն ինչ։ Մարիսկ ոտքդ ոնց է, ցավում է էլի։ Մի քիչ, բայց մինչև վաղը հետ էլ կանցնի։ Մանավանդ որ ձեր նման խնամակալներ ունենք։ Երեխեք, բայց դուք աղջիկներով մնացեք, ես դուրս գամ պետք է երոին տենամ մի հատ։ Մոր հետ վիճել է էլի։ Հա ու ամենավատն է, որ իմ պատճառով։ Միշ քո պատճառով չի։ Ով այդ ամենը սարքել է, իրա պատճառով է։ Վերջին մոհիկանն էլ գնաց։ Դե Ֆարադեյ, դու մնացիր մենակ։ Հիմա կարող ես գնալ ու վայելել Դուխինեի բերած համով ուտելիքները։ Բայց մի րոպե, մինչև գնալը Դուխինեի զենակի բանալին ինձ մոտ է, հիշում ենք, որ լանջոնու կաբինետում ոչինչ չենք անում, այո, եւ ամենակարևորը այնպես ենք անում, որ Թորոսը չիմանա, որ ես մնացել եմ դպրոցում։ Ես բոլորը հիշեցի Դուխինե ջան, կարող եմ գնալ ու վայելել։ Ինչ անուշ է բուրում, էլ չեմ դիմանում։ Եկեք հողմականները։ Թորոս։ Էй Թորոս լավ չեմ ջուր եմ ուզում, սրտի զարկերը շատ արագ եմ ազում, Թորոս, այնքան արագ, որ նույնիսկ այդ Շումախերը չի հասնի նրա հետևից, խնդրում եմ, Ջուր կտա։ Լրի։ Ջուրել կտամ ամեն ինչ էլ կանեմ, բայց պիտի պատմես ինչի համար ես մնացել դպրոցում, Կպատմեմ, բայց միայն մի պայմանով, եթե լանջոնին չիմանա, որ ես մնացել եմ դպրոցում, համաձայն ես։ Համաձայն եմ, բայց նայած թե ոնց կպատմես, ինչ կպատմես, հետո այդ պատմելուց հետո ինձ ոնց կվերաբերվես, այս բոլորը պատճառը հետևանքային կապ ունեն իրար հետ, եղավ, հենց այնպես ոչ մեկի գլխին տանիքից քար չի ընկնում, դեռ շուտ արա պատմի ասա։ Հասկացա, ես պատրաստ եմ քո լռության դիմաց քեզ փոխհատուցել։ Օհո, այսա մի քիչ լուրջ թեմա է արդեն։ Շարունակի, տեսնեմ ինչի ես պատրաստ։ Ես որոշեցի։ Ես կարող եմ հենց այսօր, ոչ, հենց այս պահին քեզ փոխհատուցել։ Ինչո՞։ Ես քո հետ կկիսեմ իմ ընդմիջումը։ Ինչ։ Իմ ուտելիքը։ Լուրջ ես ասում։ Հա, Դու ուզում ես իմ լռության դիմաց ինձ քո ուտելիքով փոխհատուցես։ Այո։ Հասկացա, ես կորած եմ։ Վայ, վադի դու կրակ ես կրակ։ Կյակումս ես կաչեի ծիծաղել, ամեկ էլ փոքր ժամանակ կրկեսում։ Այ խերքի ծուկը, վայ պարադեկ։ Արի տեսնենք ինչ ենք ուտելու։ Հետո մնացած արդեն առանձին լուրջ կքննարկենք, թե ինչի համար ես մնացել դպրոցում, եղավ։ Կասեմ։ Արի, վայ,
Շուշի, դուք էլ եք եկել։ Եկեք։ Ինչ լավ անիշ կարողացա համոզը սերկուսին էլ բերես։ Ես է շատ բան չկար համոզել բերես։ Մարեն որ իմացավ քեզ են գալի տեսնանք, մի անգամից որդի ցավը թողեց։ Իսկ ես միշտ պատրա։ Երես մենակ մի բան չհասկացա, ինչի սկզբից ասացիր սրճարանում հանդիպենք, հետո հերիքի ձեր տուն կանչեցիր, մի հատ այս երկուսին է ասացիր բերեմ։ Այս երկուսին միշ։ Այս լավագույն երկուսին։ Ես հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ես Վապիկի հետ Հայաստանից մեկնում եմ։ Ինչ։ Ինչ ես խոսում երո։ Գժվեցիր։ Որոշ ժամանակ պապիկի հետ ԱՄՆ-ում կապրեմ։ Հետո եկեք նստեք։ Հեսա սուրճ թեյ դնեմ, կխոսենք։ Սուրճի ու թեյի կարիք չկա։ Ավելի լավ է արի բացատրի, թե ինչի տենց որոշեցիր։ Ընդամենը մի քանի ժամվա մեջ։ Խոսա երո։ Լավ, եկեք նստեք, կխոսենք։ Դուք նստեք, մենք հեսա կգանք։ Չեմ ուզում հավատալ, որ առջևում նորից բաժանում է։ Կարճ ժամանակով Ռիմա ջան, որովհետև ես էլ չեմ կարող։ Հավատա, երբ դու իմ կողքին չես, ես էլ մի տեսակ քո նման սկսում եմ դանդաղ նվաղել։ Խոստացիր, որ մի օր կավարտվի այս ամենը, եւ մենք լիարժեք կվայելենք մեր սերն ու ժամանակը, որն արդեն այնքան ենք բաց թողել։ Հիմա իմ սիրելի Ռիմա, մեզ իրար սիրելու, վայելելու ժամանակն է մնացել։ Իսկ դա ես քեզ խոստանում եմ։ Գիտես ինչն է ամենախնդացնողը։ Որն է սերին։ Այն, որ հիմա նստած ես իմ դիմաց, բռնել ես ձեռքս, սիրահարված աչքերով ինձ ես նայում, իսկ ես քեզ կարոտում եմ։ Այնպես եմ կարոտում, որ նվաղում եմ։ Մենակ դա չէ, խնդրում եմ Ռիմա։ Ես քեզ խոստանում եմ Ռիմա ջան։ Հաջորդ անգամ որ կամ քեզ այնպիսի տեղեր եմ տանելու, որպեսզի իրար հետ վայելենք մեզ բաժին ընկած մեր սերը, մեր զգացմունքները, մեր շփումները։ Իմ Ռիմա։ Միակ Ռիմա։ Ես անհամբեր սպասելու եմ քո զանգերի։ Իսկ ես ամեն օր զանգելու եմ, որպեսզի լսեն ինձ համար աշխարհի ամենաքաղցր ու անուշ ձայնը։ Լանջունի ջան։ Իմ ներսից։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Այսինքն մի քանի ժամ առաջ միասին էինք, այդ ժամանակ ուրիշ նորմալ էր, հիմա ուրիշ նորմալ է։ Շուշ։ Երիք մի փորձիր արդարացումներ գտնել, այս ամեն ինչին բացատրություն չկա։ Կա։ Ուղղակի այս պահին քեզ շատ բան չեմ կարող ասեմ։ Ընդունի որոշումս ու վերջ։ Դու հասկանում ես հիմա իմ ներսում ինչ է կատարվում։ Հավատա, ես մի օր, մի ժամ, նույնիսկ մի րոպե քեզ չեմ ուզում մենակ թողնեմ։ Բայց այս պահին սենց է պետք, հասկացի ինձ։ Այսինքն դու ստիպված ես գնում։ Հա։ Ու հենց մի փոքր հնարավորություն ունենամ հետ գալու ու վստահ լինեմ, որ իմ Հայաստանում գտնվելով ոչ մեկի վտանգ չի սպառնում, ես ամեն ինչ կթողնեմ ու կգամ քո կողքը կլինեմ։ Հերիք, բարձ ասա, ինչով կարամ քեզ օգնեմ։ Մենակ ես չէ, Միշոն ու Մարին էլ։ Հիմա հերթը իմն է։ Ես պիտի բոլորին օգնեմ։ Հերիք, չեմ ուզում գնաս։
չեմ կարողանում կենտրոնանալ։ Այդ Միքայելի հետ կապված թեմայի մասին ես մտածում։ Պարզապես չգիտեմ ինչ անել։ Ոչ կարող եմ Երիկի հետ խոսել, ոչ Լիդիայի։ Իսկ գուցե Մարից փորձես ինչ-որ բան իմանալ։ Չգիտես Մարին։ Եթե չուզի ինչ-որ բան ասել, կյանքում չես կարող իմանալ։ Իսկ դու փորձիր։ Եթե նմանատիպ թեմա կա, իօգուտ Միքայելի, Մարից քեզ ամեն ինչ կպատմի։ Մինչև հիմա էլ դու չի եկել։ Այ, Շուշի հետ էր։ Երևի Նախշունես տունն է մտել։ Այ, չգիտես Նախշունին։ Մինչև լավ չի հյուրասիրի, բաց չի թողնում։ Չէ, մամ ջան, չեմ կարծում Երիկի հետ գնային Նախշունենց տուն։ Դες այդ հանդիպումները արդեն դուրս չեն գալիս։ Ուղղակի շատ նեղված էր Երիկը, մամ։ Դրա համար թույլ տվեցի, որ քույրը կողքեն լինի։ Թող իրեն մենակ չզգա։ Դու մենակ բոլորի մասին մտածի, բացի քեզնից։ Բայց ես իմ մասին էլ եմ մտածում։ Ես քեզ ունեմ, Մարիս ունեմ, եւ ձեզնով լրիվ երջանիկ եմ։ Հա, երջանիկ ենք, բայց կնոջը տղամարդ է պետք։ Վերջ։ Այ այստեղ խոսակցությունն ավարտվում է, եւ ես գնում եմ իմ սենյակ, որովհետեւ հերթական դասախոսությունը Վանի վերաբերյալ չեմ ուզում լսել։ Կողքի սենյակ, դրանից հեռու չես կարող փախչել։ Ոչինչ, ես դրանով էլ կբավարարվեմ։ Երիկ, ինձ թվում էր ես քեզ լրիվ ճանաչում եմ, բայց կյանքում չէի պատկերացնի, որ կարաս սենց անկախատեսելի լինես։ Հասկանում եմ բոլորիդ երեխեք ջան։ Հասկանում եմ, որ տխրել եք, բայց հաստատ պատճառ չկա էլի տխրելու։ Եկեք հիշենք, որ այս ամենը ժամանակավոր է։ Գնամ, էլի հետ եմ գալու ու ձեր կողքին եմ լինելու։ Մեկը չեմ հասկանում, ոնց մի քանի ժամվա մեջ տենց կտրուկ որոշում կայացրեցիր։ Ու չեմ հավատում, որ վաղվանից քո տեղը դասանում ազատ է մնալու, ու ոչ միայն դասարանում։ Դե ավելի լավ է ազատ լինի, քան ինչ-որ մեկը գազ զբաղացնի։ Տերս, սա հարցերի պատասխանները միանգամից տալիս ես, բայց ոչ մեկ մեզ չի գոհացնում, գիտես չէ։ Դե որովհետև չեմ պատասխանում այն ձև, ոնց դուք եք ուզում։ Էլի եմ ասում, շատ լավ հասկանում եմ, որ տխրել եք, բայց եկեք ինձ ուրախ զվարթ ճանապարհեք, որ ուրախ զվարթ հետ գամ մի օր քեֆ անենք։ Վերջի վերջո գալու եմ ընկերոջս Միշոյից կողքն եմ լինելու, Շուշիից կողքն եմ լինելու, իմ միակ քուր Մարիս կողքն եմ լինելու։ Ու Միշո քեզ մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ Շուշիս ու Մարիս լավն ես, հոգ տանես իրենց մասին։ Դե Հաջ ջան, Չոբ ջան, դուք էլ իմ ընկերներն եք։ Խոստացի, որ հաճախ կզանգես։ Հա, անպայման։ Ու նույնիսկ գնամ տեսնեմ օվկիանոսից այն կողմ ինչ է կատարվում, զանգելու եմ ձեզ ասեմ դասատուների գլխին երեխեքի ինչ են անում, որ դուք էլ ստեղ անեք։ Քանի որ այսօրվա գլխավոր հերոսը ես եմ, այդ հարցերով իմ հետ։ Հարց չկա, Չոբ ջան, բայց մի րոպե սպասեք, հիմա եկա։ Սուր այ ախպեր, հիմա ինչ ես մոգում։ Դզեց, ես մտածում էի կատակ ես անում։ Թող լավ չես դու։ Ես որ մի բան ասում եմ, անում եմ։ Ես եմ չեք հաճալացնելու։ Կներես, բայց չէ։ Այդ կարևոր գործը ես վստահում եմ Միշոյին։ Դու էլ հեռախոսը թանի նկարի, որ վաղը տանես դասարան ու բոլորին ցույց տաս։ Էլ բայց կարողա չկտրենք։ Մի տեսակ օպսոս են խոճուջները։ Չէ, հանգիստ կտրեք։ Ես միացնեմ ես։ Էխին, հավատարիմ, թանկագին, ընկեր։ Իմ անորմալ ու գիժ ընկեր։ Իմ
անմոռանալի օրերի հավատարիմ You've read my canvas, hard to stress. I'm learning to hit fashion. Every brushstroke getting bolder, brand new me, hardly know what. We were a thing of beauty, but we faded over time. And now it's like you never knew me. You've erased us from your mind. You took the new color, you covered the portrait underneath. We were a thing of beauty, but now the beauty can't be seen. Լավ էլ ուտելիք ա դրե դուխիկը, երևի սիրտը վկա էլա, որ մենակ չես ուտելու, չէ՞։ Դե, քեզ գա ինչպես ձեր տանը։ Թորոս, այսինչ կաթի շիշ է։ Այդ կաթի շիշ տեսար ուրախացար։ Դու հետ չես մեծացել։ Քերի Թորոս, լավ կանես ինձ չվիրավորես։ Ասեմ, որ ես համ մեծացել եմ, համ էլ շատ հասուն եմ։ Ուղղակի ես շատ եմ սիրում կաթ։ Ու հետո, երբ որ կաթը խմում եմ, ինձ տանում է իմ հեռավոր ու գունավոր մանկություն։ Այ տղա, այն ինչ որ հիմա լցնելու եմ խմես, նույն կաթի պես քեզ տանելու է քո հեռավոր մանկություն ու քո գունավոր երազները։ Եղա։ Դե, բաժակդ վերցրու, մի լավ բան ասենք խմենք, հետո նոր դարդերդ կպատմես, եղավ։ Թորոս, այսինչ անմարդկային հոտ է գալիս։ Այ Ֆարադեյ ջան, դու լամի կումարա հետո կորոշես, անմարդկայինա թե գերբնական։ Վայ, ահա, էսովա, ահա, էս էլ Սիմոնյանը։ Բարի երեկո, Թորոս ջան։ Բարի երեկո, ախպեր ջան։ Այ տղա, դու ես ոնց իմացար, որ ես ու Ֆարադեյը հենց հիմա ուզում էինք իմ ու քո սիրած գործով զբաղվեինք։ Յա, Ֆրադեյ ջան, բարև։ Ասինքս վկայեց, գիտես, ոազնիվ խոսք։ Այսա մեր ախպեր Ջեկոյի հետ նստած։ Մի քիչ շփվեցինք, ճիշտ ասած, մի քիչ զրուցեցինք։ Ասիկ այլի զանգեմ իմ հարազատ ոգու հետ խոսամ ախպեր։ Բա շատ ճիշտ արեցիր, ճիշտն ասած ես էլ հենց բաժակը վերցրեցի, մտածեցի, բա Սիմոնյանը այստեղ չլինենք, ու մեկ էլ զանգեցիր ախպեր։ Դա որեցած Թորոս ջան, դու այդե քո բաժակը լցու, ես էլ իմ բաժակը վեկալեմ, մի հատ օնլայն երխետ խմենք ախպեր ջան։ Բայց էլ ասեք, էй ժամի դու դպրոցում ինչ գործ ունի կողել։ Դե ոնց ասեմ Սիմոնյան ջան, ճիշտն ասած Ֆարադեյը արդեն այստեղ է ապրում, ես էլ մեկ-մեկ իրիկունները գալիս եմ, հետը նստում եմ, որպեսզի մարդը իրեն մենակ չզգա։ Ախեք ես ոնց եմ օգնել, վաղուց այսքան էներգիա չի սպառել։ Բայց կարող եմ մի քիչ էլ մնաք, նոր գնաք։ Ես որ չեմ կարող, եթե մի քիչ էլ մնամ, ինձ տուն չեն թողի։ Մեկը դրանից որոշումը չես փոխի Երիկ։ Հա, բայց դե մի քիչ երկար ձեր հետ ժամանակ կանցկացնեի։ Ջան, կարամ քեզ մի բան խնդրամ։ Հա, ասա չոք։ Որ Միշոյին պազիլկա ուղարկես, կարաս ինձ ամերիկական ծամոն ուղարկես։ Դե լավ, եկեք արդեն գնանք, քանի նոր բաներ չի մտածել չոփը։ Հա, չոք։ Դու ինչ ցանկություն ունես, մուրազիկին ասա, ես կկատարեմ։ Կներեք հիմա եկա։ Ջան, կարող է դից հավատամ, ես մազերտ ինչ ես կտրում։
Միա, երեխեք ջան։ Ո՞նց եք։ Լավ ձեզ կարո դուք ո՞նց եք։ Լավ, շատ լավ եմ։ Մարի ջան, քո գործերը ո՞նց է։ Լավ են, մերսի։ Բայց ինչի եք sense ոտքի վրա կանգնել։ Հո Տիկին Մակարյանը չի եկել ոտքի եք կանգնել։ Արեք, կանցեք նստեք։ Չէ, ուղղակի արդեն պատրաստվում ենք դուրս գալ։ Հա, փաստորեն ես ձեզ խանգարեցի։ Ես եկա դուք գնում եք։ Չէ, ձեզ կարո։ Մենք շուտվանից ենք ստեղ։ Երես դե արի հերթով գրկենք քեզ հրաժեշտեմ գնանք։ Անկասում մտածես այդ անկապությանը հավատացել եմ։ Տենց լավ առանց ինձի բացատրես։ Արի ճանապարհ են գերուս։ Ես շատ կկարոտեմ։ Քո ապել չի թողի, որ դու երկար կարոտես։ Միշտ կապի մեջ կլինի։ Դե եկեք ձեզ ճանապարհը։ Բաբջան ճանապարհը գապրատ է։ Հաջողություն։ Քաղցրեք հանց նրան գինին, ախիմ հայրենիքի ջուրը։ Միասին տղեկ, քաղցրեք հանց Ֆարադեյ, ինչ եղավ, էլի կարոտը խեղտեց, այդ ցավը տանեմ Սիմոնյանին, որ հայրենիքից հեռու է, կարոտը խեղտում է, լացալնում, մի կերպ հասկանում եմ։ Դու ինչ ես լացալնում։ Ես էլ եմ կարոտից խեղտվում, Գերի Թորոս։ Ես էլ եմ կարոտել իմ տունը, իմ փափուկ անկողինը ու մայրիկիս նոր բարի գիշերը։ Ֆարադեյ, դու բանակում չես ծառայել։ Ծառայել եմ 2 տարի։ Բա այնտեղ ո՞նց էիր դիմանում։ Մի կերպ, Գերի Թորոս, մի կերպ դիմանում էի։ Գոնե այնտեղ գիտակցում էի, որ ես կարևոր գործով եմ զբաղված, կարևոր առաքելությամբ ու գիտակցում էի, որ ես հայրենիքս եմ պաշտպանում։ Իսկ այսօր այստեղ եմ ընդամենը 3000 դրամի պատճառով։ Չէ, չեղավ։ Ես ոնց որ թեպտի մի բաժակ էլ խմեմ, որ քեզ ու Ֆարադեին մի կերպ դիմադրեմ։ Այդ չեմ ասում, որ Ֆարադեին քնացնելը այսօր իմ պարտականությունն է հաստատ։ Տեր Աստված։ Չեմ հավատում, որ վաղվանից Երիկը դասի չի գալու։ Իրա չեն տեսնելու, իրա չեն կատակելու։ Իմ հավատն չի գալիս մար։ Ավելի ճիշտ ես չեմ էլ ուզում հավատամ։ Ուղղակի ստեղ ամենացավալին է, որ ես կասկածներ ունեմ, որ Երիկի ես հանկարծակի գնալը շատ կոնկրետ կապ ունի այդ գողացված մատանու հետ։ Երիկը քեզ ինչ-որ բան է ասել, որ դու սենց ես մտածում։ Չէ, մար, հենց այդ է, որ ոչ մի բան էլ չի ասել։ Ու այդ ավելի կասկածելի է։ Երիկը չէր կարա տենց լուրջ որոշումը մի օրում պատահական կայացներ։ Ու մի 2 բառ էլ իմը չի կիսվել է այս քանի օրվա մեջ։ Բայց ինչի պետք է այս պատմությունը իրան ստիպեր, որ Հայաստանից գնա։ Չգիտեմ, մար, չեմ կարող ասեմ։ Բայց դու էլ քո աչքով տեսար, որ ես ինչքան փորձեցի իր այդ առանձին խոսեմ, խուսափեց։ Հա, նորմալ բան չասեց։ Շուշին էլ ոչ մի բան չգիտեր։ Տեսնում ես։ Մար, Տիկին Լիդիան մի հատ ուրիշ կապվածություն ունի Երիկի հետ, հասկանում ես, ինքը երբեք թույլ չէր տա, որ իր տղան այդքան երկար բացակայեր իր կողքից ու այդքան հեռու գտնվեր իրանից։ Այստեղ հաստատ մի բան են չի, բայց ինչ չեմ կարող հասկանալ։ Չգիտեմ, բայց դա երևի մի օր կիմանանք։ Հուսանք։ Իսկ ինձ այս կարոն ոչ մի բանից տեղյակ չէր։ Հա, զգացի իր զարմացած վիճակից։ Մար, չգիտեմ, ես համարյա 100% համոզված եմ, որ երոն իր կամքով չի գնում, այլ իրան ստիպում են։ Դե լավ, միշտ քեզ մի տանջի։ Երիկը որ ուզենա քեզ մի օր կասի։ Չէ, դու ինչ ճիշտն ասա։ Պապը դու մերը տեն համոզե որ գնաս, չէ։ Չէ, պապ։ Ուղղակի հիմա մի հատ հնարավորություն ունեմ, որը պետքա ձեռքիցս բաց չթողնեմ։ Չէ, Հիրո ջան, դու ինձ մի խափի։
Եթե աշխարհի հնարավորությունն է քեզ տային, դու Շուշին ու քրոջը Ջեյ թողնի գնայր։ Եթե դու հիմա ինձ չասես, ես ստիպելու եմ, որ մերդ ու պապդ ինձ ամեն ինչ մանրամասը պատմեն ու ասեն։ Պետք չի հաստատ։ Միևնույնն է դրանից բան չի փոխվի։ Ես մեկը չեմ կարող այս քո որոշումը ընդունեմ, անհնար է։ Պապ, պիտի ընդունես, որովհետև իմ համար սենց ավելի լավ կլինի։ Չէ, տղա ջան, դու հասկանում ես, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ես չեմ կարող հավատամ։ Պապ, քեզ մի հատ խնդրանք ունեմ։ Թող անեմ այն ինչ ուզում եմ։ Մեկա դու ինչ ես կարող խափես։ Թեկուզ եւ խափում եմ, բայց թող այս անգամ անեմ այն ձև ոնց ուզում եմ։ Մերո ես չգիտեմ ինչ կանես, բայց ես մորդ էլ պապուտ էլ ստիպելու եմ ու քթերներից բերելու եմ, որ իրանք այս օրին բերեցին, հասցրեցին, որ ինձ ու տղուս իրանից բաժանեցին։ Պապ, մաման այս ամեն ինչի հետ կապ չունի, ուղղակի ես քեզ շատ կկարոտեմ։ Ինձ մենակ մի բան խոստացի, որ քեզ լավ կնայես քրոջս հետը։ Ծոտանը։ Ուրքի մազերդ կտրեցիր։ Այս լրիվ ուրիշ պատմություն է։ Քեզ հաց բերեմ ուտես։ Չեմ ուզում տղես։ Լավ լասը տեսնեմ։ Երբ ես գնում։ Վաղը։ Ոնց վաղը։ Վերակրող դու պատմության մեջ ես ընկել, ես տեղյակ չեմ։ Չէ, պապ ջան, հանգիստ տեղի։ Ամեն ինչ նորմալ է։ Պերրում ջանիտ։ Լավ կնայես քեզ։ Մեր մի արա լացածրում մի։ Բայց ես լավ եմ ազերդ։ Շատ լավ։ Այ խոխա, ես ինչի քնած չես։ Ես լաց ես լինում։ Չեմ։ Տեսնում եմ լաց ես լինում, ինչ ա եղել։ Բան չկա, մամ։ Ինչ ա եղել, հենց հիմա ասա։ Մամ, Էրիկը գնում է Հայաստանից։ Գնում է Ամերիկա։ Ամար, ես գիտեմ լուրջ բան ես ասում։ Եկ քինակը գայել էլ ինչ ա եղել։ Մամ, ոչ մեկ չգիտի երբ ա գալու, նույնիսկ ինքը չգիտի։ Ես հիմա պապայիս եմ սպասում ու Էրիկին։ Շուշի ջան, պապան ու Էրիկը նույն բանը չեն։ Մենք չգիտենք պապան ուրա, կարանք զանգենք թե չէ, իսկ Էրիկին դու գիտես որտեղ է, կարա զանգես, ձենը լսես, այդ նույն բանը չի, մի համեմատի։ Մամ, ես չեմ համեմատում, բայց սիրտս ուրիշ բան ա զգում։ Գիտեմ, որ մեծ կարոտ եմ զգալու։ Շուշի ջան, ինչի ես դու այսքան փոքր ու այսքան բան ես հասկանում, այդ ցավը տալու։ Մամ, ուղղակի ինձ գրկի։ Իմոջիկ։ Էրիկ, գոնե գրկեմ նոր։ Ագեստով պետք չի։ Պապ, կարող է ճիշտ չենք անում։ Ես կարոտին չեմ դիմանա, կամ բավոր երեխեսին ստենց էլ չհասկանա։ Ժամանակա պետք, Լիդիա ջան, ժամանակա պետք։ Ամեն ինչ իր հերթի տեղը կգտնի, դու մենակ վստահի ինձ։ Այսօրը լավ հիշի Տիկին Մակարյան, որ քեզ երբեք չեմ ներելու։ Շարժվեցիք, հետո։
ինչու՞տ է։ Կարծես բալի Թորած օղոհոտ լինի։ Կամ կերացի։ Թորոս! Թորոս! Կամ դուք ձեր կամքով եք Արևշատյանին դպրոցից հեռացնում, կամ դա ես ինքս եմ անում, ուղղակի ձեզ նախապես զգուշացնում եմ, որ այդ դեպքում ամեն ինչ վատա լինելու ոչ միայն Արևշատյանի համար, այլ ամբողջ դպրոցի։ Հալալ լինի են հնդկահավը քեզ, որ վաղը Արևշատյանի տանն ենք ուտելու։ Ոնց է ուտվելու։ Հիշում համոզված է, որ այստեղ ինչ-որ մութ պատմություն կա։ Գիտեմ, Էրիկը խոսալուց ինչ-որ մի բան ակնարկեց, բայց հստակ բան չասեց։ Լիդիան ինձ սպառնում է, որ եթե ես Արևշատյանին աշխատանքից չազատեմ, նա դպրոցի համար խնդիրներ կստեղծի։ Հուսով եմ չես տրվել նրա սադրանքներին։ Հասկանում ես, Վարդան ջան, այդ գործատուի գաղտնապահությունը չեմ հասկանում, ինչի է այդպես։